Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 16։ Քանանացիներին այնտեղից պիտի հալածես, թեև նրանք երկաթե կառքեր ունենան և զորավոր լինեն։ Հեսու 17-րդ գլուխ 18-րդ խոսք։ Հաղթանակի հանդեպ վստահությունը շատ ոգեշնչող է, քանի որ այդ դեպքում մարդը վստահությամբ է գնում պատերազմի և համարձակվում է անել այն, ինչից նախկինում վախենում էր։ Մեր պատերազմը մղվում է մեր ներսում և մեր շուրջը գտնվող չարիքի դեմ, և մենք պետք է համոզված լինենք, որ մենք ունակ ենք և որ կհաղթենք Տեր Հիսուսի անունով։ Մենք պարտություն չենք կրելու, այլ հաղթելու ենք, և մենք կհաղթենք, քանի որ Աստծո ամենակարող շնորհը նպատակաուղղված է չարիքի ոչնչացմանը իր բոլոր դրսևորումներով։ Այստեղից էլ հաղթանակի վստահությունն է գալիս։ Մեր որոշ մեղքեր հենարան են գտնում մեր բնավորության, մեր նախկին սովորությունների, մեր կապերի և մեր մասնագիտության մեջ։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաղթահարենք դրանք։ Դրանք շատ հզոր են, և մենք շատ թույլ ենք դրանց նկատմամբ, բայց Աստծո անունով մենք պետք է հաղթահարենք և կհաղթահարենք դրանք։ Եթե որևէ մեղք տիրում է մեզ, ուրեմն Տիրոջ ազատ ժողովուրդը չենք։ Անգամ մեկ շղթայով բռնված մարդը մնում է գերի։ Անհնար է դրախտ մտնել, եթե մեր մեջ թագավորում է թեկուզ մեկ մեղք, քանզի սրբերի մասին ասվում է. «Մեղքը չի տիրի ձեզ»։ Վեր կաց ուրեմն ով հոգի, և սպանիր բոլոր քանանացիներին, ջարդիր բոլոր երկաթե կառքերը։ Զորքերի Տերը մեզ հետ է, և ուրեմն ով կարող է կանգնել նրա զորության առջև, որը ոչնչացնում է յուրաքանչյուր մեղք։